Իմ կուկլայի սիրտը զբաղված է, շաբաթներ առաջ շոումեն Արամ Մելիքյանը հայտարարեց, խոսելով դստեր Ստելայի մասին. կարծես պատրաստվում եմ այս հենց ձեռքը փոխանցեմ իրա կյանքի սիրուն, նշել էր Արամն ու նրա այս հայտարարությունն անմիջապես խոսակցությունների տեղիք էր տվել, թե Ստելան պատրաստվում է ամուսնանալ։ Թեմայի վերաբերյալ StarNews.am-ը մեկնաբանություն ստացավ Արամ Մելիքյանից, ով մեծ հետ զրույցում հայտնեց, որ այս շրջանում ամուսնության մասին չեն մտածում, մյուս տարի նոր կնշանվեն, ընդգծեց Արամը, հավելելով, որ շատ շուտով այլ մանրամասներով հանդես կգա իր սոցիալական էջերում, իսկ մենք հավելենք, որ համացանցում արդեն սկսել են տարածվել Ստելայի և Սիրելիի համատեղ ջերմ լուսանկարները։ Դե իսկ այժմ աստղային այլ նորություններ։ Դերասանուհի Ռոմելա Սարգսյանը շարունակում է իր սոցիալական էջերում անդրադառնալ աշխատանքային նորություններին, հանգստի ընթացքին, ինչպես նաև ներկայացնում է իր առօրյա կյանքից մանրամասներ։ Ռոմելան այս ընթացքում երկրից մեկնել է ու մասնակցում է հեռուստասերիալի նկարահանումներին, որի ընթացքից տեսանյութերով կիսվել է ու պատմել պատրաստման ընթացքի ու հագուստի ընտրության մասին, դե իսկ աշխատակազմը հիացմունքով է դիմել Ռոմելային ու նշել, որ նա շատ գեղեցիկ է։ StarNews-ն առանձնացրել է տեսանյութերը և ձեզ ներկայացնում է դրանք առանց մեկնաբանության։ Բարի լույս, այսօր մեր նկարահանման առաջին օրն է Անապայում, խնդրում եմ գնահատեք օգս, բայց ես ահավոր իրականում շտապում եմ, որովհետև մեր ռեժիսորը արդեն երկու անգամ ինձ զանգել է ու հարցրել է որտեղ ես։ Խնդրեմ։ Սա իմ առաջին լուքն է, հիմա արագ վերցնում եմ շորերը, որոնք ինձ պետք են գալու ծովի ափին, իջնում եմ ներքև, որ գնանք սկսենք նկարահանումը։ Ես էլ չգիտեմ ինչ ռեակցիա տալու։ Ոսում չի ջղենանա, որովհետև 15 րոպե ուշացել եմ։ Ամենավատը գիտեք որն է, որ ստեղ չես կարա ասած պռոբկա էր։ Պիտի ճիշտ ասես, այսինքն քնած էի մնացել։ Բոլորը հավաքվել են սպասվում ինձ։ Առաջին աղջիկս ինձ սիրուն է, նարեկներ։ Բարի լույս։ Շատ սիրուն է։ Շատ մերսի։ Շատ մերսի։ Վայ, ընդհանրապես ասացիր գեղեցկո։ Աջան, բարի լույս։ 15 րոպե ուշացել եմ, ես գիտեմ, ես ինչ-որ բան կասես։ Կասես խես ուշացել, ես չեմ կարող ասեմ, որ պռոբկա է։ Խես ուշացել։ Բեմի ասա։ Սպասվիր կամերան անջատ է եղեք։ Քնած եմ մնացել։ Չէ, քնած չեմ մնացել։ Չգիտեմ խեմ ուշացել ողակ երկար էր տևում։ Էլ չգիտի խիա ուշանում, էլ չգիտի։ Էլ պատճառ չունի ուշանալու համար։ Մենք արդեն նախաճաշել վերադարձել ենք ու ես ցավոք սրտի մոռացել եմ նկարեմ, որ դուք տեսնեք, թե ինչ լավ նախաճաշ են տալիս այս հյուրանոցում։ Իսկ ես հիմնականում, երբ որ երկրից դուրս եմ գալիս, շատ հյուրանոցների տված նախաճաշը չեմ հավանում, որովհետև հիմնականում ձվի մի քանի տեսակներ, խաշած նրբերշիկների մի քանի տեսակներ ու ինչ որ կարա բրինձ լինի կամ ինչ որ կաշաներ, էլի խաշած։ Խոսքով ստեղի նախաճաշը շատ լավն էր, շատ համով էր ու շատ հարուստ էր տեսականին։ Ինձ մի քանի նամակներ էր եկել հյուրանոցի հասցեի հետ կապված, ես հիմա կթողնեմ Instagram-ի հասցեն ներքևում, որ դուք ավելի հեշտ կարողանաք գտնել։ Դերասան և երգիչ Գոռ Հակոբյանը շարունակում է մնալ Մյունխենում, որտեղ էլ ընթանում է նրա որդու Ֆելիքսի բուժման ընթացքը։ Գոռ Հակոբյանն իր սոցիալական էջերում որդու մասնակցությամբ նոր լուսանկար է տեղադրել, որից երևում է, որ իրենց տրամադրությունը բարձր է։ Ինչպես արդեն հասցրել ենք տեղեկացնել, մոդել և հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն ամիսներ առաջ երրորդ անգամ մայրացավ։ Այս ընթացքում Լուսինեն պարբերաբար խոսել է նորածին դստեր, ինչպես նաև միմյանց հետ երեխաների շփման մասին։ Լուսինեն նաև հոլովակներ է հրապարակել, որոնք առաջարկում ենք դիտել։ Եկա, որ իսկապես շատ եմ սիրում Վաշինգտոնում։ Մշակույթն ու կրթությունը հասանելի են բոլորին։ Քաղաքի ամենահայտնի թանգարանների մեծ մասը, նույնիսկ գազանանոցը, անվճար են բոլորի համար։ Ու ամեն անգամ մտածում եմ, թե ինչ հրաշալի է, երբ երեխան կարող է մտնել թանգարան, բացահայտել, հետաքրքրվել, սովորել, առանց դրա համար վճարելու մասին մտածելու։
Այստեղ մեկ օրում կարող ես շրջել թե տիեզերքում, թե հանդիպել դինոզավրերի, ծանոթանալ պատմությանը, արվեստին, բնությանը ու այդ ամենը անվճար։ Հենց նման բաներն են քաղաքը դարձնում ոչ միայն գեղեցիկ, այլ նաև իսկապես հարմար մարդկանց համար։ Իրականում պիտի ասեմ, որ նման բանի չեմ հանդիպել ոչ մի քաղաքում։ Եթե գիտեք, ապա կարող եք գրել կոմենտներում։ Դերասան Սարգիս Գրիգորյանը Հայաստան վերադառնալուց հետո առավել քան ակտիվ է Instagram-յան հարթակում։ Նա նաև ակտիվ գործունեություն է ծավալում նկարահանվելով նոր սերիալներում և ֆիլմերում։ Դրանց մասին և ոչ միայն Սարգիսը խոսել է Instagram-յան հարթակում։ Ողջույն, հիմա առավոտյան ժամի 7-ն է։ Ես հիմա որ բավականին շուտ է, թե հաշվի առնենք գիշերը 2:30-3-ին եմ քնել, որովհետև շատ ծանր նկարահանումներ ունենք նոր ֆիլմի Գամբիթ, որի վիդեոները դուք տեսնում եք։ Բայց արթնացել եմ, ստեղծագործական խումբը քնած է, ես արթնացել եմ հրաշք տեսարանը վայելելու և սպորտով զբաղվելու։ Շատերն ինձ ասում են ժամանակ չկա, ես ասում եմ այդպիսի բան չկա։ Այս բանը ես 2 սերիալ եմ նկարում, ներկայացումներում եմ խաղում, փորձում եմ հանգստանալ, ընտանիքիս հոգսերը տանել։ Մի խոսքով, անում եմ ամեն ինչ, բայց դրա հետ մեկտեղ ապրում եմ առողջ կյանքով, մարմնական և աշխատում եմ նաև հոգևոր։ Ժամանակ չկա, ես ինչ արտահայտություն է, ժամանակ չկա քո համար, բա ինչի համար ես ապրում, եթե ժամանակ չկա քո համար, ինչի համար ես փող աշխատում, ինչի համար ես ընդհանրապես այդքան տանջվում։ Բա որ հանկարծ մի բան լինի, ժամանակը գտնվի չէ, որ դու քեզնով զբաղվես։ Ոչ միայն քո ժամանակ է գտնվել, այլ նաև քո հարազատների ու բարեկամների, որոնք այդ ամբողջ փողը գնալու է, որպեսզի քեզ կարողանան ոտի կանգնեցնել։ Դրա համար ժամանակ չկա, հասկացություն չկա, կա չեմ ուզում, կամ թամբալ եմ։ Օգտարեք ձեր մասին։ Երկու բան է կարևոր ես կյանքում, քո մեջ կրթես, մարզես, դաստիարակես մարմինդ և հոգիդ։ Մաղթում ձեզ առողջություն։